Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը։ Տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Սողոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Այսօր ցանկանում եմ քննարկենք մի հետաքրքիր մասնագիտություն կամ մասնագիտացում, որը Հայաստանում եւ հայոց լեզվի ու հայ գրականության հետ շատ սերտ կապ ունի եւ իր մասն է կազմում, կարելի ասել, գրականագետները ովքեր են։ Իրենք մեր պատկերացմամբ, երբ որ մենք ասում ենք գրականագետ, ինչ որ իմ պատկերացմամբ ասեմ, արխիվային ինչ որ տարածք, գրքեր ու մարդիկ այդ գրքերը կարդում են, կամ մեծ տարիքի մարդիկ ենք մենք պատկերացնում, առհասարակ երիտասարդներն են հիմնականում զբաղվում դրանով, բացատրեք մեր ռադիո լսողներին, հասկանանք ովքեր են գրականագետները։ Առհասարակ, երբ լսում ենք գրականագետ, լավ, ինչ մասնագիտություն է դա, ինչ են անում մարդիկ, ինչ են անում գրականագետները, թվում է թե դու մասնագետ ես, ով գրում է արդեն գրված գրքերի մասին։ Այսինքն գրող ինչ որ բան գրել է, դու նորից դրա մասին գրում ես։ Հա ինչ որ տեքստ է դառնում տեքստի մասին, ու արդյոք կարևոր են տեքստերը տեքստի մասին։ Առաջին հայացքից թերևս չէ, կարևոր չեն, որովհետև գրողներն արդեն գրել են։ Բայց գրականագիտությունը իրապես հենց գիտություն է, այսինքն այն մարդիկ, ովքեր դառնում են գրականագետ, ու եթե շարունակում են ուսումը ասպիրանտուրայում, դառնում են գիտնականներ։ Երբ ասում են գիտություն, ավելի շատ պատկերացնում ենք ինչ որ լաբորատորիաներ, ֆիզիկա, քիմիա, չգիտեմ, տեխնիկական գիտություններ, իսկ հումանիտար ոլորտում այն էլ գրականության մասին լավ ինչ գիտությամբ պիտի զբաղվեք։ Բայց մենք էլ ունենք մեր լաբորատորիաները։ Ճիշտ է, գրականագիտության մասնագիտության մի մասը իրապես կապվում է ինչ-որ արխիվների հետ կամ գրքերի հետ, երբ դու պիտի կարդաս այն նյութը, որի մասին գրելու ես։ Բայց լավ, բոլորն էլ կարդում են, ուրեմն ինչ բոլոր մարդիկ, ովքեր կարդում են գրականագետներ են, միանշանակ ոչ։ Թե ինչ մեթոդով ես դու վերլուծելու այդ ստեղծագործությունները, ինչպես ես գրելու, իսկ մեթոդները բազում են ու շատ։ Այսինքն գրականագետն այն մարդն է, ով կարդում է գեղարվեստական ստեղծագործություն կամ գրված այսօր, բայց ավելի հետաքրքիր է անգամ հազարավոր տարիներ առաջ գրված ստեղծագործություններ եւ դա ներկայացնում է նորովի, ներկայացնում է ժամանակակից ընթերցողին, այնպես, որ ընթերցողը դա հասկանա։ Այսինքն 1000 տարի կամ հարյուրավոր տարիներ իրարից հեռու գտնվող երկու անհատին, գրողին եւ այսօրվա ընթերցողին կապող մարդն է, ով պետք է կարողանա ճիշտ նկարագրել ստեղծագործությունը, ճիշտ մեկնաբանել այն։ Այ դա է հետաքրքիր, երբ որ ժամանակի մեջ կապում ենք ժամանակի ամենասկզբում գրվածները ներկա պահի հետ։ Օրինակ, եթե 200-300 տարի առաջվա գրվածները հիմա օգտագործվում են կամ հիմա դրանք ոնց են մեկնաբանվում, այդ կապը ինչպես է ապահովում։ Գիտեք, ժամանակները փոխվում են ու փոխվում են նաև մարդկանց հետաքրքրությունները։ Բնական է, այսօրվա ընթերցողը կարդում է ինչ-որ ուրիշ ժանրի ստեղծագործություններ ու միանշանակ տարբերվում է 10 տարի առաջվա ընթերցողից, այլ ուր մնաց մի քանի 100 տարի առաջվա ընթերցողից։ Բայց կան գրական ստեղծագործություններ, որոնք անժամանակ են, ու այդ անժամանակ ստեղծագործությունները պիտի ճիշտ ներկայացնել մերօրյա ընթերցողին։ Այսինքն տեսնել, գտնել այն հետաքրքրություններն, այն առանձնահատկությունները, որ կհետաքրքրեն այսօրվա ընթերցողին։ Օրինակ, իմ ուսումնասիրություններից հիմնական ուսումնասիրությունը նվիրված էր Խաչատուր Աբովյանի ստեղծագործությանը։ Թվում է թե Աբովյանի մասին մենք ամեն ինչ գիտենք, ու Աբովյանը ծամծմված ճակերտավոր վատ իմաստով, այսպես ասած, հեղինակն է, որ բոլորը անունը լսել են, բայց ոչ ոքի չի հետաքրքրում։ Բայց Աբովյանի ստեղծագործություններում կան առանցքային խնդիրներ, որոնք այսօրվա ընթերցողին շատ հետաքրքիր են։ Օրինակ, հայկական մարդագայլի առասպելը կամ, չգիտեմ, Ժանտախտի դևերի մասին առասպելները, Աբովյանի հեքիաթները, որոնք այսօրվա երեխային դպրոցական շատ հետաքրքրում են։ Ու ես փորձել եմ իմ ուսումնասիրության համատեքստում Աբովյանի այդ չուսումնասիրված կողմը այսօրվա մոտեցմամբ ներկայացնել երեխային, այսինքն գրականագետը պիտի փորձի կապ ստեղծել այդ երկու ժամանակների միջև։ Բարդ է, բայց շատ հետաքրքիր։ Մերօրյա երգիչ երգչուհիները, рэպերները կամ հենց երաժշտությամբ զբաղվողները, արվեստի այդ մի հատվածի մարդիկ, իրենք կարող են համարվել գրականագետներ կամ գիտությամբ զբաղվող մարդիկ, ովքեր վերցնում են երաժշտությունը կամ երգը տեքստը եւ դա միաձուլում են ինչ-որ ռիթմիկ հնչյունների հետ ու դարձնում մերօրյա, կարելի ասել, թրենդներ, ամենալսվող երաժշտական կատարումները։ Այդ մարդիկ գրականագետ չեն, երաժշտագետներ են ու
շատ դեպքերում շատ լավ գործ են անում, որովհետև կյանքի են կոչում նորից մարդկանց, այսպես ասած, սեղանին են դնում ստեղծագործություններ, որոնք ինչ-որ առումով նաև մոռացված էին։ Գիտենք, որ հայտնի ստեղծագործությունների մասին գրվել են երգեր, շատ դեպքերում հենց ստեղծագործությունները նոր գրվել է բանաստեղծություն, արդեն երգեր են գրվել։ Օրինակ Պատկանյանի երգերը ռազմադաշտում հնչում էին։ Դեռ բանաստեղծություն նոր գրված արդեն գնում են ռազմադաշտ երգեր էին հնչում։ Ու Պատկանյանի թեկուզ օրորը, որ շատ երկար տարիներ երեխա հայ մայրերի ամենասիրված երգն է։ Այսօր շատ երաժիշտներ կյանքի են կոչում հին ստեղծագործությունները, բայց այս խնդիրը երաժշտագիտությանն է ավելի շատ կապվում։ Գրականագիտությանն այնքանով, որքանով կոնկրետ ինչ-որ տեքստը հետաքրքիր է, արդիական է, միգուցե կարող է գրականագետը օգնել, հուշել, որ այս ստեղծագործությունը շատ ռիթմիկ է, կարևոր գաղափար է արծարծում եւ այլն, այսինքն կարևոր է դրա ներկայացումը երաժշտության միջոցով, բայց արդեն երաժշտական կողմն ամբողջությամբ անում են երաժշտագետները։ Եկեք մի հատ հետ գանք ամենասկիզբ։ Մարդը, ով որ սովորում է հայ բանասիրության ֆակուլտետում կամ մեկ այլ համալսարանի բանասիրության ֆակուլտետում, ավարտելու է որպես գրականագետ որակավորմամբ 4 կամ 6 տարի սովորեց։ Աշխատաշուկա մուտք գործելու համար ինչ քայլեր նա պիտի անի, նախ առհասարակ ինչ պիտի անի, որ հայտնվի աշխատաշուկայում, եւ պահանջարկը գրականագետների ինչպիսին է այսօր Հայաստանում։ Մի քանի տարվա տարբերությամբ գրականագետները այսօր իրապես պահանջված են։ Երբ մարդն ավարտում է, օրինակ հայ բանասիրության ֆակուլտետը ունի գրականագետի որակավորում, կարող է աշխատաշուկայում ընտրել միաժամանակ մի քանի, այսպես ասած, մասնագիտացում, մի քանի ոլորտում կարող է աշխատել։ Դա ամենաառաջինը ուսուցչի մասնագիտությունն է։ Իրապես շատ կարևոր մասնագիտություն, որը շատ դեպքերում ուսանողները փորձում են մի քիչ փախչել, մտածում են արդյոք կարողանամ, չեմ կարողանա, բայց հենց գրականագետը երեխաներին նախ այդ գրականությունը ներկայացնելը ամենակարևոր ոլորտներից մեկն է աշխատանքի։ Իհարկե, եթե կարող են շարունակել գիտության ոլորտում, այսինքն շարունակել ավարտել ասպիրանտուրան, դառնալ գիտնականներ, այսինքն գրականագետը կոնկրետ գիտության մեջ տարվի, ոչ թե ուղղակի ներկայացնի գիտահանրամատչելի տարբերակով, հեռանկարները շատ են պարզապես։ Այսօր հայագիտությունը ու հայ գրականությունը դրա համապատկերում պահանջված մասնագիտություն է եւ գիտնականներին, հենց երիտասարդներին գիտության մեջ խրախուսում են։ Եթե մարդ ընդունվում է անգամ ասպիրանտուրա դեռ չավարտած, իր առջև մի մեծ հեռանկար է բացվում։ Տարբեր գրանտային ծրագրեր կան, երբ պարտադրում են երիտասարդ գիտնականների, երիտասարդ գրականագետների ներգրավվածությունը, երիտասարդ ուսանողների ներգրավվածությունը, որը եւ շատ հետաքրքիր աշխատանք է, այսինքն ինչ-որ թեմա եք ընտրում ղեկավարի հետ, հստակ հայ գրականության ինչ-որ կամ աշխարհային գրականության խնդիր ուսումնասիրելու մի քանի տարի գնում է ուսումնասիրությունը, դրա շրջանակում արտերկիր են կարողանում գնալ ինչ-որ ուսումնասիրություններ անելու, համագործակցություն, միջազգային կապեր եւ նաեւ ֆինանսի առումով բավականաչափ լավ ֆինանս է տրվում։ Սա հիմնական աշխատանքին զուգահեռ անգամ կարող է լինել, այսինքն սովորելուն զուգահեռ, ավարտելուց հետո հեռանկարներն ավելի շատ են։ Եվ այսօր տարբեր հեռանկարներ կան արտերկրում վերապատրաստվելու, չգիտեմ, 1 տարի կամ մի քանի ամիս գնալ, փորձել տեսնել, թե դրսում ինչպես են գրականագետներն աշխատում, ինչպես է հայագիտությունը աշխատում։ Եվ բուն, այսինքն համալսարանական կամ դպրոցական այդ կրթական բնագավառից դուրս հնարավոր է աշխատել, չգիտեմ, սցենարիստներ կարող են աշխատել։ Ես հաղորդավար շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր ավարտել են բանասիրության ֆակուլտետը։ Այսինքն մասնագիտություններ, որտեղ ճիշտ գրելը, գեղեցիկ գրելը հիմնական զենքն է, գրականագետներն իրենց տեղը շատ լավ գտնում են, որովհետև շատ են կարդում ու այդ կարդալը կարողանում են իրենց գրավոր տեքստի մեջ կիրառել։ Նաև այսօր content writer մասնագիտություններ կան, այսինքն ինչ որ կայքերի կամ ինչ որ այսպես ասած տեխնիկական գիտությունների մեջ տեքստեր գրելու համար նորից շատ պահանջված մասնագիտություն եւ գրականագետները դա ամենալավն են անում, որովհետև շատ են կարդում։ Միջազգային համագործակցություններից դուք խոսեցիք արտերկիր գնալու, սովորելու, վերապատրաստումներ անցնելու, ինչպիսի ծրագրեր կան հայ բանասիրության ֆակուլտետում, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին, ես գիտեմ, որ Erasmus+ ծրագրերով կամ նմանատիպ այլ ծրագրերով 6 ամսյա 1 տարվա կտրվածքով բակալավրի, մագիստրատուրայի տարբեր ծրագրերով գնալ, սովորել, հետ գալու, արդյոք մեր ուսանողները օգտվում են այդ ծրագրերից եւ ինչ արդյունքներ կան։ Ծրագրերը շատ են, ծրագրեր կան եւ եվրոպական ծրագրեր, ամերիկյան ծրագրեր, նաեւ հենց հայկական ծրագրեր կան։ Օրինակ ես նոր վերջերս եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, երբ կրթության նախարարության ծրագրով գնացել էի 1 տարի Միչիգանի համալսարանում վերապատրաստվելու։ Այսինքն ծրագրերը շատ են, հնարավորությունները կան։ Ուղղակի պիտի ուսանողներն իրենք փորձեն դա բռնել։
ու այսպես բռնել ասելով առաջին խնդիրը լեզվի իմացությունն է, միանշանակ լեզվի իմացությունը։ Ցավով եմ ասում, բայց հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների մեծ մասը չեն տիրապետում օտար լեզուների։ Այսինքն կարևորում են հայրենի իմացությունը, իհարկե հայ բանասիրության ֆակուլտետում հայրենն առանցքային է, առանց հայրենի ոչինչ հնարավոր չի լինի կառուցել։ Ինձ թվում է բոլոր բուհերում, բոլոր մասնագիտություններում այդպես պիտի լինի։ Բայց եթե չգիտես կողքից լեզու, քո գրականությունը չես կարողանում ներկայացնել։ Իսկ դա այսօր մեր պետական ռազմավարություն պիտի լինի, մեր մշակույթը օտարին ներկայացնել է, որ դրանով նաև ապացուցել է ով ենք մենք, ինչ պատմություն ունենք, որտեղից ենք գալիս։ Ու այս ռազմավարության առումով դու պիտի կարողանաս դա ներկայացնել օտար լեզվով։ Իսկ եթե չգիտես ռուսերեն, անգլերեն, լավ կլինի նաև ուրիշ լեզուներ, ինչ որ առումով կաղում ես, շատ տեղային է դառնում։ Դու գրում ես, ուսումնասիրություն ես անում, հայերեն ես անում, քեզ կարդում են միայն հայերը Հայաստանում, լավ Սփյուռքում, ինչ որ մարդիկ, դու էլ ես կարդում, չէ՞ միայն հայերեն։ Այսինքն եթե լեզու չգիտես, ուսումնասիրությունը շատ նեղ է լինում։ Չես կարողանում դա ներկայացնել ու հնարավորություն չես ունենում նաև ինչ որ Erasmus-ի ծրագրերին կամ այլ ծրագրերին մասնակցելու։ Դրա համար իմ հորդորը ես միշտ երբ մտնում եմ լսարան, երևի առաջին խրատներից մեկը որ տալիս եմ ուսանողներին, դա լեզու սովորեք։ Ինչքան հնարավոր է անգլերենին, ռուսերենին, նաև այլ լեզուներ սովորեք, որ կարողանաք ձեզ ներկայացնել, ձեր պրոդուկտը, այսպես ասած, գիտական կամ մշակութային դրսին ներկայացնել։ Եթե լեզուներ իմանան, վստահաբար շատ ծով ծրագրերից կկարողանան օգտվել։ Մենք խոսեցինք նաև օտար լեզուների իմացությունից, առհասարակ մենք նկատում ենք անընդհատ, թե որքան են մեր տարբեր ոլորտային մասնագետներ իրականում կաղում համալսարանը ավարտելուց օտար լեզու չիմացության տեսանկյունից, դրանք հիմնականում երևի թե գալիս են հանրակրթությունից, քանի որ երբ որ 12 տարի մարդը սովորել հասել է արդեն բուհական կրթության շեմին, ինքը գոնե պիտի կարողանա իրեն ինչպես ներկայացնել, չգիտեմ, ինչ որ ձևով իրեն հանրությանը մատուցել, կարելի ասել, օտար լեզվով, որովհետև երբ որ գալիս են համալսարանում պարտադիր առարկաներ կան, որոնցից մի քանիսը հիմնականում լինում են օտար լեզուները, դրանք անցնում են ինչ որ ժամանակահատված, հետո դադար են տալիս, այդ օտար լեզուների եւ ինչպես դուք նշեցիք, մեզ արդեն հանրությանը ներկայացնելու գրականագիտությունը կամ առասարակ մեր արվեստը ներկայացնելու իմ կարծիքով շատ ավելի կարևոր է։ Եթե մենք նորից գնանք դեպի գրականագիտության մասնագիտությանը եւ գիտությամբ հենց զբաղվելը, արդյոք Հայաստանի Հանրապետությունում հենց ինքնին շահավետ է գրականության եւ գիտությամբ զբաղվելը, որովհետեւ մենք վերջին շրջանում անդադ տեսնում ենք, որ գիտական տարբեր հանրության ներկայացուցիչներ անընդհատ բողոքում են, որ գիտության դերը նվազում է, գիտությամբ զբաղվողների դերն է նվազում, երիտասարդ մասնագետները շատ քիչ են, այս ամեն ինչը տարբեր ձևերով արձանագրվում են։ Եվ համաձայն եմ, եւ համաձայն չեմ, գիտեք, գիտնականի ճանապարհը իրապես ավելի երկար է, այսինքն դու երկար ժամանակ պիտի, մեկ էլ բժիշկների հետ երևի համեմատենք, որ երկար ժամանակ պիտի սովորես, այսինքն խաղալու համար այդ պտուղները վերջնական ինչ որ արդեն մասնագետ կայացած մարդ դառնալու համար դու երկար տարիներ պիտի սովորես, ինքդ քո վրա պիտի շատ աշխատես, պիտի շատ կարդաս։ Բոլոր ոլորտներում գրականագիտության առումով առավել եւս, որովհետեւ հիմնական այսպես ասած խնդիրը կարդալն է։ Համաձայն եմ, դժվար է, դրա համար երիտասարդներն այսօր փորձում են ավելի կարճ ձևով գումար աշխատել, ավելի կարճ ձևով կայանալ, եթե հնարավոր է, չգիտեմ, 3-4 տարի սովորելով ընդհանրապես մասնագետ դառնալ ու սկսել արդեն աշխատել, ընտրում են այդ ճանապարհը, ոչ թե կոնկրետ գիտության ճանապարհը, որը ավելի փշոտ է, ավելի երկար։ Բայց դրան զուգահեռ, ինչպես արդեն շեշտեցի, վերջին տարիներին իրապես լավ ծրագրեր կան, որոնք նաև ֆինանսական առումով օգնում են երիտասարդ գրականագետներին, երիտասարդ գիտնականներին այդ իրենց սովորելու ճանապարհին զուգահեռ նաև աշխատել ու ֆինանս ստանալ։ Այսինքն այսօր, եթե լեզուների ես տիրապետում, եթե լավն ես, եթե լավ մասնագետ ես, միանշանակ կարողանաս այդ գրականագիտության ոլորտում ոչ թե ուղղակի ինչ որ հաճույք ստանալ կամ եթե նվիրյալ ես մեն այդ նվիրվածության, չգիտեմ, հագեցնես նվիրվածությանը ցանկությունները, այլ նաև գումար աշխատես, չէ՞, ասում են, երբ ասում են գիտնական, պատկերացնում ենք ինչ որ, չգիտեմ, պապիկներ, ինչ որ մի խցում նստած, գիտությամբ են զբաղվում ու դա ընդհանրապես հետաքրքիր չի։ Բայց երբ այսօրվա գիտնականին ենք նայում, շատերը հենց երիտասարդ են, շատերը ինչ որ ժամանակակից են, շատերը զբաղվում են ունեն տարբեր հետաքրքիր հոբիներ, գրականագիտության առհասարակ տարիքը մի փոքր արդեն ավելի իջել է։
Մենք խոսեցինք ավելի տեսական հատվածից, գրականագիտության մեջ գործնական հատվածը ինչպես է իրեն դրսևորում, եւ սրան նաեւ ուզում եմ միացնել մի հարց, որը միշտ բոլոր մասնագետներին տալիս եմ։ Արհեստական բանականությունը ինչպես է իրեն դրսևորում, ինքը ինչ արտացոլանք ունի գրականագիտության մեջ։ Արհեստական բանականությունը մեծագույն նվաճումներից է, համ լավ առումով, համ վատ առումով իրապես։ Վատ առումով, երբ ուսանողը բերում է ռեֆերատ կամ ինչ-որ գրված նյութ, կարդում ես, հասկանում ես, որ չես ամբողջ արհեստական բանականությամբ գեներացվել։ Լավ է, որ հայերեն տեքստերի հետ այդքան լավ դեռ չեն կարողանում աշխատել ու միանգամից զգում ես, որ դա մարդու ձեռքի գրված չի, բայց եթե նյութը անգլերեն կամ ռուսերեն է, շատ դեպքերում դժվար է հասկանալ։ Իհարկե կան հստակ սարքեր, հստակ ծրագրեր, որոնք կարողանում են բացահայտել արհեստական բանականությամբ նյութը գեներացված թե ոչ։ Թարգմանության առումով է շատ հեշտացնում նյութը, որ կարողանում ես լավ թարգմանել, որովհետև հիմնականում գրագետ է, ասենք, անգլերեն կամ ռուսերեն թարգման։ Շատ օգնում է դրական կողմերը այն առումով, որ օրինակ գրականագետի մասնագիտության մեջ շատ հավաքչական աշխատանք, շատ սկզբնական տեխնիկական անհետաքրքիր աշխատանք կարողանում արհեստական բանականությունը միանգամից անել։ Հայաստան այս բոլոր տեխնոլոգիաները դեռ չեն եկել, ամբողջությամբ դեռ չեն իրացվում մեր մասնագիտության մեջ, բայց դրսում օրինակ, որն է, ասենք գրականագետը կատարում է ինչ-որ կառուցվածքային վերլուծություն, այսինքն պիտի կարդա գեղարվեստական ստեղծագործությունները, ոչ թե շարադիր նրա բովանդակության մասին, այլ ինչ-որ դիագրամներ ստեղծի կամ, չգիտեմ, ինչ-որ գծագրեր, աղյուսակներ ստեղծի։ Դրա հիման վրա նրան պետք են քանակական հստակ տվյալներ։ Ու այս գեղարվեստական ստեղծագործության կոնտեքստում քանակական տվյալներ է հավաքում։ Չգիտեմ, այսինքն ինչքան է գրողը խոսում ինչ-որ բույրի մասին։ Ու փորձի ըստ այդմ վերջում բույրը, համը, տեսքը ըստ զգայարանների։ Վերջում փորձի հասկանալ, թե գրողը մարդկային որ տիպին էր պատկանում, օրինակ ստեղծագործության առումով։ Ուսումնասիրության համար երկար ժամանակ, միգուցե նաև ամիսներ պետք լինեն, որ գրականագետը կարդա, գտնի ինչ-որ այդ արտահայտությունները, որ հետո դրանց հիման վրա, այսինքն բազային հավաքչական աշխատանքը կատարի, հետո դրանց հիման վրա արդեն ուսումնասիրությունը անի։ Արհեստական բանականությունը օգնում է այս սկզբնական աշխատանք անելու առումով, այսինքն դու ներբեռնում ես նյութերը, գրքերը, տալիս ես հրաման, գտնել ես այս արտահայտությունները կամ չգիտեմ, այս առանձնահատկությունները ստեղծագործության։ Եվ արդեն դրա հիման վրա գրականագետը կատարում է ուսումնասիրություն, որը զուտ մարդկային է ու արհեստական բանականությունը դա ուղղակի չի կարողանա անել։ Հիմա հետո չեմ կարող ասել, արդեն զգացական դաշտում կկարողանան արդեն զգալ այնպես ինչպես մարդիկ թե ոչ։ Արհեստական բանականության մասնագետները եւ առհասարակ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող մասնագետները նշում են, որ դեռ հնարավոր չէ, որ ունենա զգայական մարդուն համապատասխան զգացողություններ արհեստական բանականությունը, անգամ մասնագետներից ասել եմ, որ դա հնարավոր չի լինելու, որովհետեւ ինքը այդքան չի կարողանա զարգանալ եւ ունենալ այդ զգացողությունները, բայց միևնույն է կան այդ վախերը արհեստական բանականության կողմից, որ իրենք հնարավոր է ստեղծվեն եւ ունենան մարդկային բոլոր հատկանիշները, քանի որ օր-օրի, կարելի ասել ժամ-ժամի իրենք զարգանում են։ Արհեստական բանականությունից եթե մի փոքր էլ խոսենք, ուսանողները որքանով են դա ճիշտ կիրառում, որովհետեւ դուք նշեցիք, որ իրենք միայն կարող են այդ ռեֆերատը ստեղծագործական աշխատանքը գրել, բերել, արդյոք համալսարանում ուսանողներին խորհուրդ է տրվում ճիշտ կիրառել արհեստական բանականությունը ավելի օգուտ իրենց։ Ցավոք դեռ ոչ, բայց հուսամ կփորձենք փոխվի ժամանակի ընթացքում այդ մոտեցումը, որովհետև մենք այսօր ունենք այդ արհեստական բանականության տեխնոլոգիան ու լավ է թե վատ այն արդեն կա։ Շատ դասախոսներ կամ ավագ սերնդի շատ մասնագետներ բոլոր ոլորտներում փորձում են դրանցից ավելի հեռու գնալ ու ասում են դա լավը չի, դա վտանգավոր բան է։ Բայց այսօր վտանգավոր է թե չէ, այսպես ասած, այդ գործիքակազմը կա ու ուսանողը կամ երեխան, դեռահասը միևնույն է գնալու է դեպի այդ գործիքակազմը։ Ու ավելի ճիշտ է ուսումնասիրել, փորձել սովորեցնել դրանից ճիշտ օգտվելու, ճիշտ ուսումնասիրելու արվեստը, այսպես ասած։ Մի քանի տարի հետո վստահ եմ արդեն կսովորեն ճիշտ օգտագործել, որովհետև ուսանողները շատ դեպքերում երբ գեներացնում են ինչ-որ տեքստեր արհեստական բանականությամբ, շատ անգրագետ են դա այսպես ասած անում։ Ու նայելով դասախոսը միանգամից հասկանում է, գոնե, չգիտեմ, ավելի գրագետ արվի, բայց լավ կլինի փորձեն դրանով ճիշտ աշխատել։ Այսինքն ինչպես ինչ-որ նյութ փնտրել, կամ ինչպես միջազգային գիտական հանդեսների մասին տեղեկություններ ստանալ։ Այսինքն այն ինչ-որ միգուցե ամիսներով պիտի փնտրեն կամ լավ ժամերով ինչ-որ փոքր խնդիր է, դա հնարավոր է մի վայրկյանում ընդհանրապես լուծի արհեստական բանականությունը։
պարտադիր խնդիր է, մենք պիտի սովորենք ինքներս ճիշտ աշխատել ու պիտի սովորեցնենք ուսանողին ճիշտ աշխատել։ Տարբեր փառատոններ, միջոցառումներ են տեղի ունենում Երևանում, մարզերում, որոնք միտված են խթանելու կարդալու գործընթացը։ Այս վերջում Երևանը կարդում էր, մեծ փառատոն եղավ, մեծամասնությունը երիտասարդներն են, գրադարաններում են երիտասարդներ լինում, բայց մեր տարբեր հասարակության հատվածներ անդադ տարբեր հայտարարություններ անելուց նշում են, որ մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, այս երեխաները չեն կարդում կամ այս երիտասարդները չեն կարդում, գիրքը չգիտեն ինչ բան է, որովհետև կար մի ժամանակ, երբ որ շատ մեծ թափով կարդում էին էլեկտրոնային գրքեր։ Հետո այդ էլեկտրոնային գրքերից ավելի ասենց մեղմ անցում կատարվեց տպված գրքերին ու մի փոքր հարցման կարգով, եթե ես ամփոփեմ, գրախանութների, որոնք կարել եմ, նշում են, որ վաճառքը բավականին մեծացել է, բայց դա քառապատկվում է, կարելի ասել, գրքի տոնի նախորդող 1 շաբաթվա ընթացքում։ Մեր երիտասարդությունը առհասարակ կարդում է, թե ոչ։ Երիտասարդությունը իրապես կարդում է, բայց նայած որ երիտասարդները այսօր գիտեք կամ մարդ կամ կարդում է կամ չի կարդում։ Ես ունեմ նաև ուսանողներ բանասիրության ֆակուլտետում սովորող, ովքեր չեն կարդում։ Ճանաչում եմ շատ երիտասարդներ, ովքեր ընդհանրապես չեն սիրում գիրքը վերցնել, կարդալ, թերթել, բայց կան նաև երիտասարդներ, ովքեր ամբողջ օրն են կարդում։ Բայց ես գրախանութների վաճառքի թվերին այդքան չէի վստահի որպես կարդալու ցուցիչ, որովհետև այսօր այնքան մարքեթինգը լավացել է, այսպես ասած, նամանավանդ գրքի նվիրելու տոնին նախորդող այդ մի շաբաթը, որ ուղղակի նորաձև է դարձել գիրք նվիրելը։ Ու մարդիկ իրար գիրք են նվիրում, անգամ հետո չեն բացում այդ գրքերը։ Ու գիրքը ընտրում են ոչ թե ըստ բովանդակության, կամ ըստ, չգիտեմ, գրողի մասին, ստեղծագործության մասին, այլ ըստ շապիկի, այսինքն որ շապիկն ավելի հետաքրքիր, ավելի գունավոր է, չգիտեմ, նկարն է ավելի դուր եկել կամ ավելի խոսուն վերնագիր ունի, այսպես ասած, դրանք են նվիրում։ Այսինքն դա ցուցիչ չէ։ Ու քիչ կարդալու հետ երևի թե ավելի կապեմ այն խնդիրը, որ այսօր երիտասարդները կան զբաղմունքի ուրիշ զբաղմունքներ, այսինքն ֆիլմեր են նայում, շատեր աուդիոգրքեր են լսում ու շատ-շատերն էլ կարդում են հենց էլեկտրոնային Kindle տարբերակով գրքեր ու դրա համար ինչ-որ թղթային գրքեր չեն գնում։ Շատեր հենց գնի հետ կապված նաև։ Այս նոտայի վրա էլ ավարտենք մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք, բավականին հետաքրքիր թեմա քննարկեցինք գրականագիտության, գրականագետի մասնագիտության մասին։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, կհանդիպենք